Սկզբում մենք ենթադրում էինք, որ սատանային կտրվի անդունդի բանալին մինչև 5-րդ փողի փչելը։ Մենք կարծում էինք, որ առաջին 5 փողերը կհարվածեն երկրին մինչև 7-րդ թագավորի գահակալման վերջը։ Այժմ մենք հավատում ենք, որ հայտնության 9-րդ գլխի առաջին խոսքի ավելի հավանական մեկնությունը հանդիսանում է այն, որ անդունդի բանալին տրվել է սատանային, երբ նա վտարվեց երկնքից, սակայն սատանան կարող է օգտագործել այն, որպեսզի ազատի իր ընկած հրեշտակներին միայն Եհովայից թույլտվություն ստանալուց հետո։ Համապատասխանաբար մենք սպասում ենք, որ փողերը կսկսվեն 8-րդ թագավորի գահակալման սկզբին։ Մեր հիմնական ուշադրությունը փողերի վերաբերյալ իրենց որպես այդպիսին ոչ ճշգրիտ ժամանակահատվածում է։ Մենք կցանկանայինք ընդգծել, որ փողերի հնչելը տեղի կունենա մինչև փորձության շրջանի ավարտը։ Դա հակասում է հանրաճանաչ ուսմունքին, որ փողերը իբր արդեն կատարվել են։ Այդպիսի ուսմունքը հանդիսանում է ոչ միայն սխալ, այլև շատ վտանգավոր, քանի որ մարդկանց թողնում է բացարձակապես անպատրաստ այն աղետալի իրադարձություններին, որոնք գրեթե սկսվում են։ Վերջին հնարավորությունը ամբողջ աշխարհի համար, պատրաստելով մարդկանց փրկչի շուտափույթ վերադարձին։ Հայտնության 5-րդ փողը, դիվային եկվորների ներխուժումը։ Եվ տեսա այն 7 հրեշտակները, որ Աստծո առաջին կանգնած էին, և 7 փող տրվեցավ նրանց, և այն 7 հրեշտակները, որ 7 փողեր ունեին, իրանց պատրաստեցին, որ փչեն։ Հայտնություն 8, 2, 6։ Հայտնության 7 փողերը շատ շուտով կկատարվեն։ Եվ հրեշտակն այն խնկանոցն առավ, և լցրեց սեղանի կրակիցը, և գցեց երկրի վրա, և ձայներ, և որոտմունքներ, և փայլատակներ, և երկրաշարժ եղավ։ Հայտնություն 8, 5։ Հրեշտակը գցեց խնկանոցը երկրի վրա ի պատասխան սուրբերի աղոթքների, որոնք սպանվել էին Աստծո խոսքի համար, որոնք հարցնում էին. «Մինչև երբ, ով սուրբ Տեր և ճշմարիտ, չես դատում, և մեր արյունի վրեժը չես առնում երկրի վրա բնակողներից»։ Հայտնություն 8, 4, 6, 9, 10։ Խնկանոցի այդ նախազգուշացնող նետումը ցույց է տալիս Աստծո վրեժխնդրության սկիզբը իր զավակների համար։ Այդ գործողությամբ սկսվում են եզրափակիչ իրադարձությունները, որոնք տանում են փորձության շրջանի ավարտին, երբ Հիսուսը, մեր քահանայապետը, կնետի իր բարեխոսական խնկանոցը վերջին անգամ, և Եհովայի ձայնը բարձր կլսվի, որը ասում է. «Կատարվեցավ»։ Չնայած դրա փողերը հանդիսանում են Եհովայի վերջին կանչը ապաշխարության և ողորմության համար փորձության շրջանի ավարտից անմիջապես առաջ։ Դա Աստծո վերջին փորձն է գրավել մարդկության ուշադրությունը, որպեսզի մենք կարողանանք ընդունել նրա փրկության ծրագիրը, քանի դեռ շատ ուշ չէ։ Ցավոք փողերը կանտեսվեն մարդկանց մեծամասնության կողմից, և դեռ հաջորդ փողը չեկած շատերը պատրաստ կլինեն մոռանալ պատահածի մասին, քանի որ կյանքը շարունակվելու է։ Եկեք կարճ դիտարկենք նախորդ 4 փողերը։ Առաջին փող, և առաջին հրեշտակը փողը փչեց, և եղավ կարկուտ և կրակ արյունով խառնված, և ընկավ երկրի վրա, և երկրի 3-րդ բաժինը այրվեցավ, և ծառերի 3-րդ բաժինը այրվեցավ, և բոլոր կանաչ խոտը այրվեցան։ Հայտնություն 8, 7։ Առաջին փողի արդյունքն է բոլոր հացահատիկային մշակաբույսերի ոչնչացումը և բոլոր ծառերի 1/3 մասի ոչնչացումը, որը կհանգեցնի համատարած մթերային ճգնաժամի, համատարած սով։ Երկրորդ փողը, և երկրորդ հրեշտակը փողը փչեց, և իբրև մի մեծ սար կրակով բորբոքված ընկավ ծովի մեջ, և ծովի 3-րդ բաժինն արյուն դառավ, և ծովի մեջ շունչ ունեցող արարածների 3-րդ բաժինը մեռավ, և նավերի 3-րդ բաժինը փչացավ։ Հայտնություն 8, 9։ Երկրորդ փողի արդյունքում չափազանց մեծ երկնաքարը կառաջացնի հսկայական, մինչ այդ ժամանակ չտեսնված ցունամի, որը կխորտակի բազում ափամերձ քաղաքներ և կոչնչացնի բոլոր առևտրային նավերի 1/3 մասը։ Այդ երկնաքարը օվկիանոսի 1/3-ը արյուն կդարձնի, կործանելով ամբողջ ծովային արարածների 1/3 մասը և վատացնելով համաշխարհային մթերային ճգնաժամը առաջին փողից հետո։ Բազում ափամերձ քաղաքներ կխորտակվեն։
Բոլոր առևտրական նավերի 1/3 կլինի կործանված, օվկիանոսի 1/3 կդառնա աղյուր, ծովի ձկների եւ այլ արարածների 1/3 կլինի ոչնչացված, երրորդ փող Եվ երրորդ հրեշտակը փողը փչեց եւ երկնքիցը մի մեծ աստղ ընկավ ղամբարի պես գորբոքված եւ ընկավ գետերի երրորդ բաժնի եւ ջրերի աղբյուրների վրա եւ աստղի անունը Օշինդր էր եւ ջրերի երրորդ բաժինը Օշինդր դառավ եւ շատ մարդիկ մեռան ջրերից որ դառնացել էին հայտնություն 8:10-11 Երրորդ փողի արդյունքում խմելու ջրի համաշխարհային պաշարները կդառնանան եւ անպիտան կլինեն օգտագործման համար վատթարացնելով արդեն իսկ արկա խմելու ջրի պակասը ամբողջ աշխարհում Քաղցրահամ ջրերի համաշխարհային աղբյուրների 1/3 անպիտան կդառնա։ Շատ մարդիկ կմեռնեն այդ դառը ջուրը օգտագործելու պատճառով։ Ջրի անպիտանելիությունը կառաջանա հսկայական երկնաքարից, որի բեկորները կընկնեն գետերի եւ աղբյուրների 1/3 մասի մեջ։ Չորրորդ փող Եվ չորրորդ հրեշտակը փողը փչեց եւ վիրավորվեցավ Արեգակի երրորդ բաժինը եւ Լուսնի երրորդ բաժինը եւ Աստղերի երրորդ բաժինը, որ նրանց երրորդ բաժինը խավարվի եւ ցերեկը երրորդ բաժինը լույս չտա եւ գիշերն էլ նմանապես։ Հայտնություն 8:12 Չորրորդ փողի սարսափելի իրադարձության արդյունքում կվնասվեն լույսի 3 աղբյուրները՝ արևը, լուսինը եւ աստղերը։ Օրվա 1/3 մասը ամբողջ աշխարհում կլինի գերբնական եւ անլույս խավար, քանի որ այդ ժամանակով Արեգակը կխավարի։ Անթափանցելի խավար Գիշերվա 1/3 մասը կլինի սարսափելի խավար, որովհետև լուսինը եւ աստղերը այդ ժամանակով կխավարվեն։ Չկա անգամ կասկածի ստվեր, որ չորրորդ փողը կլինի ամենասարսափելին, քանի որ ծայրահեղ պարզ կդառնա, որ այդ իրադարձությունները բոլորովին զուգադիպություն չեն, այլ ի վերուստ են ուղարկված մեզ։ Առաջինից չորրորդ փողերը շատ լուրջ զանգեր կլինեն։ Փողը վայը։ Չնայած դրա 5-րդ եւ 6-րդ եւ 7-րդ փողերը նշանակալիորեն ավելի խիստ կլինեն, քան առաջին 4-ը։ Ահա թե ինչու նրանք կոչվում են վայ։ Եվ տեսա եւ լսեցի մի հրեշտակ, որ երկնքի միջովը թռչում էր եւ մեծ ձայնով ասում. «Վայ, վայ, վայ նրանց, որ բնակված են երկրի վրա»։ Այն 3 հրեշտակների փողի մյուս ձայներիցը, որոնք փչելու են։ Հայտնություն 8:13 Մեզ նախազգուշացրել են, որ այս վերջին օրերում սատանան կգործի ամեն զորությունով եւ սուտ նշաններով եւ հրաշքներով եւ անիրավության ամեն խաբեբայություններով։ Երկրորդ Թեսաղոնիկեցիս 2:9-10 Դրա լույսի ներքո եկեք դիտարկենք 5-րդ փողի նկարագիրը, առաջին վայը։ Եվ 5-րդ հրեշտակը փողը փչեց, եւ տեսա մեկ աստղ էր երկնքիցը ընկել երկրի վրա, եւ անդունդի գուբի բանալին տրվեցավ նրան, եւ անդունդի գուբը բացավ։ Հայտնություն 9:1-2 5-րդ փողը կսկսվի, երբ ավարտվեն առաջին 4-ը։ Մենք սպասում ենք, որ դա կլինի 8-րդ թագավորի թագավորության ժամանակ։ Աստվածաշունչը սահմանում է անդունդը որպես ընկած հրեշտակների բանտ։ Եվ նրանք, դևերի լեգիոնը, որով բռնված էր գադարացի տղամարդը, աղաչում էին նրան Հիսուսին, որ չհրամայե նրանց գնալ անդունդը, Ղուկաս 8:31 Անդունդ բառը Ղուկաս 8:31 եւ Սանդարամետը հայտնության 9:1-ում միևնույն հունարեն աբուսոս բառն է, որը նշանակում է դեպի անդունդ։ Այսպիսով, այն հանգամանքը, որ սատանան ստացել է անդունդի բանալին, նշանակում է, որ այժմ նա ունի հնարավորություն բաց թողնելու ընկած հրեշտակների բազմություն, որպեսզի նրանք միանան սատանային նրա եզրափակիչ խաբեությունների մեջ։ Հիշեք, երբ սատանան ընկավ, երկնքի բոլոր հրեշտակների 1/3 մասը ընկավ նրա հետ։ Հայտնություն 12:4 Եվ անդունդի գուբը բացավ, եւ գուբիցը ծուխը դուրս էր գալիս մեծ հնոցի ծխի պես, եւ Արեգակը եւ օդը խավարվեցան գուբի ծխիցը, եւ ծխիցը մարախներ էին դուրս գալիս երկրի վրա։ Հայտնություն 9:2-3 Մարախներ։ Դա նշանակում է, որ այդ դևերի ներխուժումը կլինի այնքան մեծ եւ խիտ, որ լույսը չի երևա, ինչպես հնոցից դուրս եկած ծուխը։
Ընթերցելով այդ մարախների նկարագիրը, մենք պետք է հիշենք, որ ինչպես բարի հեշտակները, այնպես էլ դևերը, ընկած հեշտակները ունեն հնարավորություն ձեռք բերելու ցանկացած ֆիզիկական տեսք եւ ձև, որը նրանք կնախընտրեն, որպեսզի կատարեն իրենց առաքելությունը։ Եվ զարմանալի էլ չէ, որտեղ սատանան ինքն էլ լույսի հեշտակի կերպարանքն իրան վրա է առնում։ Ուրեմն մեծ բան չէ, որ նրա պաշտոնյաներն էլ կերպարանվեն արդարության պաշտոնյաների նման, որոնց վերջը իրենց գործերի պես կլինի։ Երկրորդ Կորինթացիս 11:14-15։ Եվ մարախների նմանությունը նման էր ձիերի, որ պատրաստված են պատերազմի համար, եւ նրանց գլուխների վրա իբրև պսակներ կային ոսկու նման, եւ նրանց երեսները մարդկանց երեսների նման, եւ մազեր ունեին կանանց մազերի պես, եւ նրանց ատամներն առյուծի ատամների նման էին, եւ զրահներն ունեին ինչպես երկաթե զրահներ, եւ նրանց թևերի ձայնը նման էր շատ ձիերի կառքերի ձայնի, որ բազում են պատերազմ։ Հայտնություն 9:7-9։ Անդունդից եկած դևերը կունենան մարդկանց երեսներ, կանանց մազեր, երկաթե զրահներ, կարիճի պոչեր, առյուծի ատամներ։ Թռչելիս նրանք մեծ աղմուկ են բարձրացնելու։ Այդ մարախների արտաքինի նկարագիրը զարմանալիորեն նման է օտարներին, այլ մոլորակայիններին, որոնցով ամեն օր լցնում են ոչինչ չհասկացող մարդկանց ուղեղները։ Այսպիսով սատանան Հոլիվուդի միջոցով ավելի է ազդում մարդկանց վրա, քան զանգվածային լրատվական միջոցները։ Այսպիսով սատանայի ամենամեծ խորամանկությունը այլ մոլորակայինների տեսքով անդունդից եկած դևերն են, որոնք նվաճում են երկիրը նպատակ ունենալով վնասել մարդկությանը։ Հազարավոր տարիներ սատանան պատրաստվում էր այդ խաբեբայական ներխուժմանը, հավատք ներշնչելով մարդկանց, որ կան տիեզերքում այլ մոլորակային ընկած արարածներ։ Այդ պատճառով սատանան հաջողության կհասնի մեծ մասամբ ցնցելով նրանց կրոնավոր համոզմունքները, ովքեր վերցրել են սուտ ուսմունքը։ Գործնականորեն ամբողջ աշխարհը կհավատա, որ մեզ գրոհել են տիեզերքից եկած այլ մոլորակայինները եւ ոչ թե սատանայի դևերը։ Եվ նրանց իշխանություն տրվեցավ ինչպես որ երկրի կարիճներն ունեն, որ չսպանեն նրանց, այլ 5 ամիս չարչարեն նրանց, եւ նրանց չարչարանքը կարիճի խայթոցի պես էր, երբ որ մի մարդի գծում է։ Հայտնություն 9:3-5։ Այդ դիվային եկվորները տառապանք են պատճառելու մարդկանց, խայթելով նրանց իրենց պոչերով։ Եվ ախտանիշները կլինեն այնպիսին, ինչպիսին լինում են թունավոր կարիճի խայթոցից։ Կարիճի խայթոցի ախտանիշները կարող են լինել հետևյալը. այրող սուր ցավ, հեղձուկի զգացում, շնչառության արագացում, դժվար խոսել կամ մտքեր արտահայտելը, մկանների սպազմ, դող, թուլություն։ Այդ օրերին մարդիկ մահ կորոնեն, բայց չեն գտնի այն։ Նրանք կցանկանան մեռնել, բայց մահը կփախչի նրանցից։ Մարախները ագիներ ունեին կարիճների նման եւ խայթոցներ կային նրանց ագիներում։ Եվ նրանց իշխանությունն էր 5 ամիս մարդկանց չարչարել։ Հայտնություն 9:6-10։ Այդ տանջանքը գտևի 5 ամիս։ 150 օր։ Շատերը կփորձեն ինքնասպան լինել, որպեսզի չկրեն այդ տանջանքը, սակայն չեն կարող անել դա։ Բայց կա պաշտպանություն նրանց համար, ովքեր Աստծուն դարձրել են իրենց փրկությունը։ Եվ նրանց մարախներին ասվեցավ, որ երկրի խոտին վնաս չտան, եւ ոչ մի խոտի եւ ոչ մի ծառի, բայց միայն այն մարդկանց, որ Աստծո կնիքը չունեն իրանց ճակատների վրա։ Հայտնություն 9:4։ Աստված կկանգնեցնի դիվային եկվորներին, որպեսզի չվնասեն նրանց, ովքեր ունեն նրա պաշտպանության կնիքը։ Այդ կնիքը տրվում է նրանց, ովքեր ապրում են ամբողջությամբ եւ լիովին վստահելով Տիրոջ կամքին։ Դևերը նույնպես չեն կարող վնասել բույսերին եւ հացահատիկային մշակաբույսերին։
Եվ իրանց վրա թագավոր ունեին անդունդի հրեշտակը, եւ նրա անունը եբրայերեն Աբադոն, եւ հունարեն նրա անունն է Ապոլիոն, հայտնություն 9:11։ Գազանը, որ տեսար կար եւ չկա եւ անդունդից է դուրս գալու եւ կորուստ է գնալու եւ կզարմանան երկրի վրա բնակողները, որոնց անունները գրված չեն կյանքի գրքի մեջ, աշխարհի սկզբից հետո երբ որ տեսնեն այդ գազանը, որ կար եւ չկա, թեև է, եւ այն գազանը, որ կար եւ չկա, նա էլ 8-րդն է եւ այն 7-ից է եւ կորուստն է գնում։ Հայտնություն 17:8-11։ Հայտնության 17-րդ գլուխը ասում է մեզ, որ 7-րդ թագավորի կարճ կառավարումից հետո կթագավորի 8-րդը, նա կլինի վերջին թագավոր Գազանը։ Մեր աչքերի առաջ կլինի Բենեդիկտոս 16-րդի հանկարծակի հրաժարականը, 7-րդ թագավորի կառավարության ավարտը, ընկած հրեշտակների բանտը, 7-րդ թագավորի Բենեդիկտոս 16-րդի կառավարության ավարտով հաջորդ 8-րդը եւ վերջին պապն է լինելու եւ գնալու է կորուստ։ Դա երաշխավորված կերպով կավելացնի խաբեության արդյունավետությունը նրանց, ովքեր մոլորվում են, որովհետև չընդունեցին ճշմարտության սերը, որ ապրեն։ Երկրորդ Թեսաղոնիկեցիս 2:10։ 8-րդը ամբողջապես կղեկավարվի սատանայի կողմից եւ կցուցադրի իրեն որպես միակ մարդը, որը ունակ է կասեցնել դիվային գրոհումը երկրի վրա։ Հետևաբար 8-րդը կստանա այդպես սատանայի ցանկալի աշխարհի փրկչի դիրքը, տալով սատանային լիակատար իշխանություն աշխարհի բոլոր առաջնորդների վրա, որպեսզի իրականացնեն Կիրակի օրվա հանրային օրենքը, որ մեծարեն սուտ շաբաթը, որը հիմնված է սուտ օրացույցի վրա։ Մենք չենք կարող վերագնահատել առաջինից 4-րդ փողերի սարսափելի տանջանքները եւ սարսափազդու տարապանքները 5-րդ փողի եւ առաջին վայի ժամանակ։ Մեկ վայն անցավ, ահա տակավին 2 վայը գալիս են սրանից հետո։ Հայտնություն 9:12։ Այսօր մենք ունենք հնարավորություն ընդունելու Աստծո խոստումը, ստանալու պաշտպանության կնիքը, ընտրելով մեր սրտերում նրա թագավորությունը։ Իրեն հետևողներին Աստված բազմիցս հաստատում է թանկարժեք խոստումները։ Մի վախենար, որովհետև ես քեզ փրկել եմ, քո անունով կանչել եմ, թե դու իմն ես։ Երբ որ ջրերից նանցնես, ես քեզ հետ եմ, եւ եթե գետերովը նրանք քեզ չեն ողողի, երբ որ գնաս կրակի միջովը, չես այրվի, եւ բոցը քեզ պիտի չվառի, որտեւ ես Տերս քո Աստվածն եմ, Իսրայելի Սուրբս քո փրկիչն եմ, որովհետև իմ աչքին պատվական երևեցար, պատիվ գտար, եւ ես քեզ սիրեցի, եւ քո փոխարեն մարդ պիտի տամ, եւ ժողովուրդներ քո հոգիի փոխարեն, մի վախենար, որովհետև ես քեզ հետ եմ։ Եսայի 43:1-5։ Արդյոք դուք կընտրեք Աստծո պաշտպանության կնիքը։ Արդյոք կընդունեք, քանի դեռ դա հնարավոր է, Աստծո կոչը ապաշխարության եւ ողորմության համար։ Այսօր, եթե լսեք նրա ձայնը, մի խստացնեք ձեր սրտերը։ Եբրայեցիս 3:7-8։ Ամեն։